Նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմի միջոցով։ Ավարտական փուլում է ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը, հստակեցված է գվարդիայի գործառույթների շրջանակը։ Այն կգործի որպես լիարժեք կառույց, չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաեւ հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման աջակցելը եւ քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը։ Այս փուլում ակտիվորեն ընթանում է գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը։ Ոստիկանության գվարդիայի ձևավորման առաջին անգամ ուժի մեջ է մտնելու ուժային միջոցների միջազգայինորեն ընդունված ստանդարտները։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։ Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռքբերումը վերջնական փուլում են։ Ծառայողները կունենան նաև գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։ Միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգության ապահովումը։ Հոկտեմբերի 17-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Փարաքար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են Dodge Magnich-ի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են հրազենի նմանվող առարկա։ Էջմիածնի բնակիչ 23-ամյա վարորդն ու նրա համակարգացի 31-ամյա ուղևորը ներկայացվել են համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ուղևորի խոզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 18-ին խոզարկություն է կատարվել Dodge Magnich-ի ավտոմեքենայում։ Հայտնաբերվել է ջնջված համարով Մակարով տեսակի մարտական ատրճանակ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Որոնք են խոցելի խմբերի հետ շփման առանձնահատկությունները, ինչպես արձագանքել տարբեր վարքագծային դրսևորումներին, ինչ սկզբունքներով առաջնորդվել։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ հոկտեմբերի 22-ին ներքին գործերի նախարարության կրթահամարիրում պարեկային ծառայողները ակտիվ քննարկում ունեցան մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Դավիթ Թումասյանի հետ։ Հաղորդակցման հմտությունների կատարելագործման ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպումը պարեկային ծառայողներին հնարավորություն տվեց ծանոթանալու հուզականության կառավարման մեթոդներին, սթրեսին դիմակայելու մոտեցումներին, ինչպես նաև կիսվել կոնֆլիկտային իրավիճակների կառավարման փորձով։ Բարձրացված հարցերի մեծամասնությունը վերաբերվում էր ոստիկանության ծառայող եւ քաղաքացի շփումներին, մասնավորապես երբ որ խոսքը գնում է խոցելի տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ դա իրականացնելու, ներառյալ երեխաների, ընտանեկան բռնության ենթարկված անձանց, կանանց, օտարերկրյա քաղաքացիներին։ Բոլոր այս հարցերի շրջանակներում կարևորվում է հենց մարդակենտրոն մոտեցումը, իսկ երեխաների դեպքում նաեւ երեխայակենտրոն մոտեցումը, որը որ պետք է լինի անկյունակարային մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար։ Պարեկները քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցության տեսանկյունից կարևորեցին ճիշտ հարցադրումների տեխնիկան։ Անդրադարձ կատարվեց նաև տուժողների հետ շփման առանձնահատկություններին, կոնկրետ իրավիճակներում պարեկների գործողություններին ու անհատական մոտեցումներին։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տարբեր մասնագետների ներգրավմամբ նման ձևաչափով հանդիպումները շարունակվում են։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։
Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։